Բարև ձեզ։ Մենք այսօր գտնվում ենք Terra ռեստորանային համալիրում։ Ոնց է, Երեխեք։ են որ ասում են ություն։ Ну блин, ну когда говорят. Գտնվում ենք Terra ռեստորանային համալիրում եւ եկել ենք ձեզ ցույց տանք ինտերիերը։ Ուզում եմ այստեղ ուշադրություն դարձնել, լամպոչկայի գույները փոփոխվում են։ Ծաղկի կոմպոզիցիան։ Terra գրված կա այստեղ։ Ներս Միասին։ Հա, եկեք բանեմ ասեմ ձեզ։ ինչ եք ասում։ Չլինել էստեղ նշանակում է ինչ որ մի բան կորցնել Երևանում։ Ճիշտ էր ասված։ Պլյուս։ Համաձայն։ Մենք որ էստեղ գալիս ենք, մենք չենք գալիս 1, 2, 3 ուտեստի համար, մենք գալիս ենք 7, 8, 12 ուտեստի համար։ Եկեք անցնենք ինտերիերի, ցույց տանք, որ այստեղ կա տերասայի հատված, մի քիչ ցույց տուր, որ մարդիկ շատ չերևան։ Իրանց դուրը շատ ծանր է։ Գրելիներ։ Մենք երբ որ մտնում ենք ներս, մի անգամից տեսնում ենք զառը, բառը։ Երեք չգիտեմ խի զառը ասացի։ Շատ սիրուն է իրանց բառը, խնդրում եմ ուշադրություն դարձնել այսպիսի դետալներին։ И еще вот такая корзиночка есть. Это вот очень приятно, очень красиво. Ու այսպես արդեն գնում ենք իմ սիրելի հատված։ Իրանց պետքարանը շատ սիրուն է։ Պատրաստեք 1 2 3 Այսպես մտնելով ուզում եմ ասել, որ այս վարակույրների հետևում իրանց գարդերոբնին է, հանդարցարանն է, որտեղ որ պահվում են բոլոր հյուրերի վերարկուները, ու փակ է, ինքը, այսինքն վիզուալ շում չի ստեղծում։ Լվացվելու հատված, ուզում եմ ասեմ, որ իրանց Очень эстетично. դա իրանց այդ անձեռոցիկները, ոնց որ sense մի հատ բացեմ, փոքրիկ սրբիչներ են։ Ու իմ շատ սիրելի նյուանսը, որ այստեղ բրենդավորված է իրանց օճառիկները։ Գիտականում այնքան կարևոր է, որ նույնիսկ այստեղ դու գաս, զուգարամ չգիտեմ ինչ որ մազեր ես դուզում եւ այլն, այդ ատմոսֆերան չկորի ընդհանրապես։ Հա։ Երեխեք, եկեք պրոստը sense թեթև կաբինկան ցույց տամ, ստեղ էլ եթե ինչ կա առանձին լվացարան, կա ընդարձակ հայլի։ Ունակելով եկեք բացահայտենք Terra-ի սրահները, դրանք երկուսն են, այս բան գտնվում ենք առաջինում, որպեսզի պատկերացնեք բառից անմիջապես այս կողմ առաջին սրահն է, խնդրում եմ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր սեղանի վրա ծաղկի կոմպոզիցիաներին, որոնք տարբեր են, շատ գեղեցիկ, ասենք հրաշք է ուղղակի, այս մեկին չեմ կարող մոտենալ, բայց ամբողջ կահույքը ինտերիերային ցանկացած լուծում աթոռներից սկսված ամեն ինչը մտածված եւ համադրված է, ու ես կուզեմ ձեր ուշադրությունը գրավել այս ջահին, որը ի դեպ Նա սպեցզակաս սովետի ժամանակ, երբ որ մահճակալները պատրաստում են այսպիսի ցանցերի շնորհիվ, ուրեմն դիմել են այդ մահճակալները պատրաստող գործարանին, ովքեր իրենց ամբողջ օրը հատկացրել են սա նախագծելուն, ու այս 400 կիլոգրամ կշռող ջահերը պատրաստել են հատուկ Terra-ի համար, ասենք շատ հավես է։ Какая текстура, фактура вообще։ Գիտեք ինչն է շատ հավես, որ ամեն սեղան ինչ որ տարբեր տրամադրություն ունի։ Աթոռներից գալիս եք տարբեր առիթների, օրինակ date-ի կամ ինչ որ ընտանեկան մտերմիկ իրավիճակի եւ այլն, ամեն սեղան տարբեր է ու տարբեր տրամադրություն է արտահայտում, ու այդ այնքան կայֆ է, հավես է, որ sense մեկ տեղում տարբեր բաներ միքսած է։ Խնդրում եմ նայեք այս սեղանի ֆակտուրան ինչ հետաքրքիր է։ Երեխեք ուզում եմ նաև խոսամ լուսավորության մասին, թե ինչքան իդեալական է ինքը, ընդհանրապես ճնշող չի ու наоборот շատ sense հանգիստ տոների մեջ է։ Մի շատ կարևոր ու հետաքրքիր փաստ շեշտեմ։ Այս տարածքը շատ Երևանի համար կարևոր մարդու արվեստանոց է եղել ժամանակին։ Ջիմ Թորոսյանի արվեստանոցն է եղել, ով կասկադի կայացման գործում շատ կարևոր դեմք է։ Ու չգիտեմ, շատ ես ողջավորվում եմ sense փաստերից, որ նոր կյանք են հաղորդում նենց տարածքներին, որտեղ մարդիկ շատ կարևոր գործ են արել Երևանի, Հայաստանի համար ու իրենց մեծ ներդրումն ունեն մեր երկրի կառուցման հարցում, այսպես ասած։ Պատերի ֆակտուրանը լիդեպ ստացված է ցեմենտից ու հետո ձեռքով յուրաքանչյուր հատվածը այսպես ստացել են շատ հավես։ Ուրեմն այսպես մենք առաջանում ենք երկրորդ սենյակ, սրա։ Որտեղ մենք իդեպ նստած ենք։ Այո, այստեղ ավելի իրականում հանգիստ մթնոլորտ է, ավելի sense dining, հավես։ Շունիկ։ Մի կարևոր փաստ այստեղ ունենք իր ապացույցը վառ։ Ռեստորանը pet friendly է։ Այստեղ ունենք հյուր։ Ինչ է իր անունը։ Իրիսկա։ Մեզ հետ է այստեղ ընտրում այսօր Իրիսկան։ Тут тоже присутствуют кровати. Եվ գինիների։ Այո, աշխատ։ Սիրելի դիտորդներ, այսօր ձեզ ողջունում ենք Terra-ից, հավաքվել ենք զրուցելու մի թեմայի շուրջ, Taste of Nostalgia, նոստալգիայի համը կոպիտ ասած։ First question. Այսպիսով, ինչա ձեր մտքին գալիս,
երբ լսում եք նոստալգիա բառը։ Առաջին հարցն ունի նաև ենթահարց։ Սկսենք գլխավոր մասից, հետո անցնենք ենթահարցին։ Նոստալգիան իմ հետ ասոցացվում է լավ հիշողություններով։ Այսինքն երբ որ ասում ես նոստալգիա, ես միանգամից ինչ-որ sense դրական լավ հիշողություններ իմ մտքին գալիս։ Տիպը նոստալգիան մենակ լավն է։ Իմ մոտ գալիս է վատ եւ լավ հիշողություն։ Երբեք չի եղել որ տենց մտածեմ նոստալգիա ու ինչ որ տենց, չգիտեմ, հիշողություն բառն է մտքից գալի։ Երկարաժամկետ դեժավյուն է երեխեք։ Այսինքն դեժավյուն ինքն իրանով շատ sense պահա, իսկ նոստալգիան ինքը sense երկար ինչ-որ մի հատ ավելի բան է։ Իմ մոտ համենայն դեպս ասոցացվում է լավ հիշողությունների հետ, որովհետև ոնց ասեմ, այն որ դու կարոտ ես զգում, ես դժվար թե կարոտեմ ինչ-որ վատ հիշողություններ, վատ պահերը, վատ էմոցիաները, դրա համար հա լավ դրական պահերը, որոնք դրոշվել են քո ուղեղում, իրանք կարան լինեն նոստալգիայի հիմք, որոնք երևի թե ինչ-որ չափով անհասանելի են, որոնք էլ ապրել հնարավոր չի։ Այս թեման այնքան կարելի է ճյուղավորել ու լայնանալ։ Նոստալգիան ինչ-որ բանը նախկինում եղած կարոտելու մասին է, թե այդ հիշողությունը փայփայելու ուղղակի։ Պրոստը ես երբեք չի եղել որ տենց ինչ-որ մի բան կարոտեմ ու սենց ասեմ, այս նոստալգիա է։ Իմ մտքին առաջինը գալիս է այն, որ ես օրինակ ուջուր էի, իմ papan աշխատանքի էր գնում։ Օրինակ, հա, ժամը 6-ին պետքա գար, ինչ որ քաղցր բան առած գալիս էր մտնում էր տուն։ Ու չգիտեմ, իմ համար այդ պահը սենց վաու, ես ամեն օր սենց արտանում էի, սպասելով դրան ու իրականում սենց նայած որ տեսանկյունից ես նայում այդ հարցին, ես կարոտում եմ բնականաբար այդ զգացողությունը ու փայփայում եմ իմ մտքում, որ իրան միշտ պահեմ, հա, ես իրան երբեք չմոռանամ, ես այդ զգացողությունը, որ ապրել եմ իմ կյանքում ու ինձ երջանկացրել է, երբեք չմոռանամ։ Ես գիտեք ինչ եմ մտածում այդ փայփայելու հետ կապված, պալյուբոմու իմ մտքումն այնց է, որ դու եթե հիշողություն ունես, այդ նոստալգիան կա, ստեղծվել է, ինքը միշտ քո մտքում է մնալու, ու դու կարաս իրան ճիշտ պահերի հիշես, ճիշտ պահերի մոռանաս, բայց պալյուբոմու ինքը մնալու է, ինչ որ մի դարակում կոպիտ ասած, դրա համար դա ավելի շատ կարող է կարոտել նա ու հիշել, որ դա նոստալգիա է, որ դու ասում ես տենց պահեր ունես, իմ մոտ էլ է տենց պահեր եղել, նու մեծամասնությունը փոքր ժամանակվա հետ կապված, որ կարամ հիշամ սենց warm տաքություն զգամ, դու երբ ուզում ես դա հիշում ես, պրոստը խի եմ մի քիչ դժվարանում, էլ եմ ասում, որ կարոտելու պահը, որ տիպը ես կարոտում եմ, ես չեմ մտածում, որ դա նոստալգիա է, հիշողություն է, պրոստը կարոտում եմ, այսինքն չեմ խորանում։ Ուղեղումս սենց միտք է գալիս, որ քո անցյալին քո հենց վերաբերմունքով է պայմանավորված դա կլինի հիշողությունը կարոտել, թե փայփայել, անցյալը կարոտել, թե հիշողությունը փայփայել, որովհետև երբ որ դու այսպես ասած լավ ու վատ ձևով թեկուզ անցյալը բաց ես թողնում, ինքը քեզ մնում է հիշողությունների տեսքով էպիզոդիկ, որոնք դու կարող ես ընտրել Սոֆիազի դարակներում շարես ու իրենց փայփայես։ Բայց երբ որ դու անընդհատ կարոտում ես, ասենք ինչ որ շատ լավ բան է եղել քո կյանքում, դու անընդհատ հետ ես գնում դրան, կարոտելով, որ լավ, ինչ լավեր են ժամանակ, ինչ լավ կլներ հիմա էլ տեսնել եւ այլն, այդ կարոտը ըստ իս մի քիչ սխալ է, քանի որ կյանքը անընդհատ առաջ է գնում, ժամանակի գրաֆը էլի, ու դու անընդհատ sense քեզ գցում ես հետ, հա, գրաֆիկ էլի տիպ։ Ես շատ համաձայն եմ Սարայի հետ։ Ու բանը, իսկ երբ որ դու իրենց այդ դարակներում ճիշտ դասավորում ես ու որոշում ես իրենց վերաբերվել որպես կյանքի էպիզոդներ, որոնք թողել են իրենց հետքը քո ձևավորման վրա եւ այլն, այտենց բաներ, չշարունակեմ միտքը շատ երկար եմ խոսում, դու արդեն սկսում ես փայփայել այդ հիշողությունները։ Ուտեղ սիրուն էպիզոդիկ դարակներ, երբ որ բացում ես, վերհիշում ես, ինքը դառնում է նոստալգիկ սիրուն պահ։ Սարայի հետ շատ համաձայն եմ այն առումով, որ ինչ-որ պահի կարոտը կարա վերածվի ինչ-որ կախվածության, որը որ շատ հանգիստ կարա գնա ինչ-որ դեպի բացասական ուղի։ Բայց ամենայն դեպս իմ մոտ նենց է, որ ես նոստալգիան ասոցացնում եմ դրական ինչ-որ էմոցիաների հետ, դրա համար ավելի շատ երևի թե հենց հիմա հասկացա, որ ավելի շատ հենց այդ հույզերը, այդ էմոցիաները եւ այլն փայփայելու մասին է, այլ ոչ թե կարոտելու, կախված լինելու իրանցից, ոչ դու հիշում ես, դու ուրախ ես, որ դու դա ապրել ես, բայց դու չես անում ինչ-որ բան, որ հետ գնաս այդտեղ։ Դեպ ինձ հետաքրքիր է թե Google-ում առաջինը որ գրեմ նոստալգիա ոնց կբերի այդ հասկացությունը ոնց կբացատրվի։ Եկեք մի հատ համեմատենք։ Ուրեմն, գրած նոստալգիա հայրենիքի կամ ավելի հաճախ անցյալի հանդեպ կարոտ։ Չգիտեմ հայրենիքը ինչի է այստեղ շեշտած։ Հոգեբուժության մեջ ռեակտիվ վիճակի ձև, որը պայմանավորված է հայրենիքից երկար կտրվածությամբ։ Երեխեք իմ երազներն են, Ռուսաստանում ամեն օր։
Սիրելիներ, այսօրվա լուքս կազմված է հետևյալ էլեմենտներից։ Այս բլուզը ինձ նվիրել են 17 & Co, տենց է կարծեմ կոչվում, չգիտեմ։ Տաբատը Zara, գոտին, չգիտեմ, ինչ որ ձեռագործ կաշվից, կոշիկները Roberto, պիջակը մամայինս է, կարծեմ հայկական արտադրության բրենդ չգիտեմ, այս մատանիս Թիֆլիսի վերնիսաժից, թևնոսները նվիրել է կոլեգաս, ականջողերը եւս Թիֆլիսի վերնիսաժից, այս մատանին նվիրել է մամաս, հայերեն պատրաստողները շատ լավն են, այսքանը երևի թե։ Մազակալս մանկությանս ընկերուհու նվերն է։ Քլեսի էլի այսօր ինչ-որ։ Ջանիկի։ Այստեղ մեր ուտելիքն է ու ես նայում եմ ու չեմ դիմանում պրոստը, բայց կանցնենք outfit check-ի։ Այսօր ինչ-որ կլասիկ օֆիսային եմ հագնված, շալվարս մանգո, կլասիկ լեն շալվար, կոշիկներս Paoli, կոստը Zara, вернашапик из, наверное, Pull&Bear, если я правильно помню. Вот это Zara у меня, ու վերջ, ես ոչ մի բան չունեմ։ Այսօր ոչ մի բան չեմ դրել, որովհետև մոռացել եմ։ Hello, ребята. Ներկայացնեմ իմ այսօրվա լուքը։ Վերխը Zara-յա, տակի տոպը Stradivarius, շալվարս ռուսական բրենդ է, телодвижение, չգիտեմ, կիմանաք թե ոչ, Adidas-իկի։ Այսօր տենց շատ բան չկա վրաս։ Այսօր ես է պետք է լինեի classy, բայց կյանքը ստիպեց, որ լինեմ սպորտային։ Second question. Ուրեմն սիրելիներ, ինձ շատ դուր եկավ մեր թեմայի բացումը։ Շարունակենք։ Այստեղ ծիծաղս հարուստ է, աղջիկներ։ Սիրելիներ, հնչեցնում եմ հաջորդ հարցը։ Արդյոք որևէ համ, հոտ, երաժշտություն, որը ձեզ մոտ արթնացնում է X հիշողություններ, գիտականորեն էլ ապացուցված է, որ դրանք շատ ուժեղ հիշողություններ ստեղծելու միջոցներ են եւ ինչու եք կարծում, ինչի ենք մենք տենց երևույթների, ռեցեպտորների շնորհիվ լավ ֆիքսում պահերը եւ հիշողություններ կազմում։ Կա իմ մոտ նենց օրինակի համար երաժշտություն, որը որ տալիս է հիշողություն, որ դու ապրում ես ընկնում ես այդ նոստալգիայի խառը, հա, այդ աժոտաժի մեջ։ Գիրկը ինչ Սարան ասում է գիրկը ու ես այնց աժոտաժի մեջ։ Նաև ունեմ համ, տենց որ կարող ասենց ուտեմ ու ինչ որ sense հիշողություն արթնանա փոքր ժամանակ մենք երբ որ դպրոցից papa մեզ տանում էր դասի Զաքյանի վրա մի հատ այնց խանութ կար կեքսիկներ էին այնտեղ վաճառում մենք գնում էինք պրոստը ամեն անգամ դասից հետո տուն մտնում էինք այդ առնում էինք ու ես ամեն անգամ sense այդ պահը հիշում էի որ sense ուտեմ մարդա էլի եկել երեխեք մի րոպե մեծ գնանք խոսանք ու անընդհատ հիշում էի այդ պահը որ sense ուտեմ այդ համը sense ինձ դզելու է դասի նստած ասում էի այդ գնամ ուտեմ էլի ու հիմա որ sense հիշում եմ այդտեղը փակվել է շուտվանից բայց շատ համավայրի ենք սարքում sense հիշում եմ ասում եմ նենց կուզեի ուտեի ինչ հավես էր այդ պահը երևի դա նոստալգիան չգիտեմ եթե ճիշտ եմ ասում իրականում քանի որ երաժշտությունը ինձ թվում է համարվում է արվեստի մի մաս այդ նենց բանա որ շատ մեծ ազդեցություն ունի մեր հոգու վրա բնականաբար ու երբ որ մենք ինչ որ էմոցիաների տակ լսում ենք ինչ որ երաժշտություն մենք սկսում ենք իրան ընկալել մեր ձև ամեն մեկս յուրովի ու ինձ թվում է դրա համար ինքը շատ մեծ հետք է թողում մեր մտքում բնականաբար այս երեք նշվածներից իմ համար ամենա ասենց ուժեղ նոստալգիա առաջացնող բանը դա երաժշտությունն է որովհետև ինձ թվում է մարդկանց մեծամասնությունը իրենց թե լավ թե վատ պահերին փորձում են իրենց փոփել երաժշտությամբ որովհետև դա շատ է մարդուն թեթևացնում օգնում որ դու քո մտքերը ցրես այսինքն չկենտրոնանաս ինչ որ բանի վրա ու քանի որ բոլորի մոտ կա դա ինձ թվում է շատերի մոտ այդ պահերը հենց դրանով են ֆիքսվում այդ X երաժշտությամբ իմ պարագայում ճիշտ ասած համերի հետ չեմ կարծում որ հիշողություններ կապված են ավելի շատ ինչ որ բույրերի եւ ձայների ու շատ ուժեղա նաեւ լոկացիաների հետ կապը ինձ թվում է գիտեք ինչի դասերը ոնց էինք սովորում են որ ասում էին երբ որ դու գրառում ես դա իմ ուղեղում սենց էր որ կիրառում ես մի քանի ռեցեպտորներ ու ուղեղի մի քանի շերտեր այդպես պրոստը իմ կարծիքով եմ մեկնաբանում էլի սուբյեկտիվն է ինչ որ գիտական բան չեմ ասում երբ որ մենք լսում ենք ինչ որ բանը լսողության ապարատը աշխատեց գրում ես ուղեղդ կենտրոնանում է ճիշտ դա գրելու վրա վերարտադրելու վրա ու նաև տեսնում է այդ գրածը ու մի քանի ռեցեպտորների միավորմամբ
Մի խոսքով մի քանի տարբեր ռեցեպտորների միավորումը ստեղծում է ավելի ուժեղ հիշողություն, ավելի ամրապնդում դա, ու նույն ձևով էլ հիմա աշխատում է օրինակ լոկացիան, այդ լոկացիայում X ապրած էմոցիան, լոկացիայով պայմանավորված ավելի ամուր է իր դիրքը դրել ուղեղում, հոտով պայմանավորված, նույնը երաժշտությամբ պայմանավորված, այսինքն դու պրոստը պարզապես չես հիշում տվյալ պահը ապրած էմոցիայի համար, այլ նաև հիշում ես, թե ինչով է դա ուղղորդվել, ոնց որ ինքը ավելի ամուր է դրոշմվել։ Երեխաներ սկսվում է մեր երեկոն գնահատման։ Առաջին մեր ուտեստը հորթի տարտար, կուսկուսով եւ խորոված սմբուկով։ Ինչ է գնահատում։ Ինչ է գնահատում։ 8։ Ես քանի որ հումիս չեմ սիրում։ Երևի թե կգնահատեմ էլի 8-10-ից 8, զուտ այն պատճառով, որ ես հումիս չեմ սիրում, բայց ես սիրում եմ ձկան տարտար, որը չգիտեմ, խիչ վերցրեցինք։ Միգուցե որովհետև ես ձուկ չեմ սիրում։ Ես գնահատում եմ 10-ից 9։ Բայց զատը վերցրել ենք ձկնատես։ Ինձ մոտ գալիս էր այդ համարյա սենց վաու պահը, բայց չգիտեմ խի 10-ից 10 չէ։ Պրոստը 10-ից 9։ Okay, եկեք գրիլ արած բանջարեղենը, կարտոֆիլը եւ եգիպտացորենը գնահատենք։ Գրիլը 10-ից 10, կարտոֆիլը այոլի սոուսով 10 out of 10։ Կարտոֆիլն է 10-ից 10։ Շատ համով էր, երեխեք, իրոք շատ Եգիպտացորենը 10-ից 10։ Я тоже все эти. Այսինքն գիտեք ոնց իրենք առօրյական տենց բան են, որ մենք ամեն օր գրեթե կարող ենք ուտել, ինչ ասենք, տապակած բանջարեղեն։ Բայց ունե կուկուրուզը, բայց շատ լավ է։ Բայց սիրուն սոուսներով այն իրանք շատ։ Հա, շատ լավ էր համեմած։ Ուրեմն Երուսաղեմից ոգեշնչված էր այդ հացը, այնտեղի բաղադրատոմսով, Եմելյան էր կարծես թե կոչվում, եթե սխալ եմ ասում, ներեցեք։ Ես գնահատում եմ 10-ից 10։ Ես էլ այդ Մատուցվում էր տոմատով, հա, մատուցված տենց լոլիկի սոուսով, ձիթայուղով, շատ ընտիր էր։ 10-ից 10, որտեղ որ դու կադրով էլ տեսնեք, ինքը այնքան փափուկ էր, ուղղակի հալվում էր բերանի մեջ։ Մենք նաև պատվիրել էինք ծովամթերքի սեթ, որտեղ կային կալմար, միդիա եւ ծովախեցգետին։ Ես միդիան եւ կալմարը գնահատում եմ 10-ից 10, իրանց ներքևի այդ կանաչ սոուսը չգիտեմ ինչ է։ Պեստո, աղացած ալիվ կեյք էին ոնց որ թե վրան նաև զեյթուն կար ոնց։ Ռեալ։ Հա։ Կարելի է ձեզ աշել։ Սոֆին պրոստը ինքան սոված էր։ Ինչով էր մատուցված, այն տակի կանաչ։ Տակի կանաչ սոուսը։ Չիմիչուրի սոուս։ Ջիմիչու։ Արգենտինական չիմիչուրի սոուս։ Կար նաև բանջարեղենային սոուս։ Այոլի։ Տապենած։ Դե հա, պասուցի դա։ Արա ճիշտ է։ Зейтуни пюре, այո, տապենատ է кочվում. Я молодец, ребята. Это очень интересно, мы впервые видим такое, и это очень вкусно. Ես իրականում ուզում եմ ասել, որ ես չեմ ուզում գնահատեմ, որովհետև я не люблю морепродукты, у меня с ними не получается никакой связи. Գժվում եմ ձկնամթերք եւ ծովամթերքի համար։ Ես էլ просто գժվում եմ։ Իմ գինին երեխեք տուսա, սովորական սպիտակ տուս, իմ սիրած գինիներից է, բայց սառայի գինին ես փորձեցի, անուն ինչ է։ Հանսպիր, գերմանական, սպիտակ, ցածր ալկոհոլային տոկոսայնությամբ, գինյա 11% ընդամենը, շատ թեթև հաճելի գնում է։ Լավն է։ Միշտ հիշի, որ դա վերցնես։ Մոկ օրմիշ 4 գինի էր, որը էլի ինձ շատ դուր եկավ, անունը չգիտեմ, որպես որտեղ ասել էի Զարմացրեք ինձ։ Այո, սյուրպրիզով մատուցրեք։ Սագովեսչան կեղծիկն է, այո։ Մենք երեքով էլի ենք եղել Տերայում, դրանից հետո իրանք փակվեցին, հետո վերաբացվեցին, բայց մենք ի սկզբանե շատ սիրել ենք ու սիրահարվել ենք այստեղին, որովհետև որ սկզբից ասում էինք, որ sense կոմֆորտ տեղ է, թե մյուզիկի առումով, թե sense հանգստության, մարդիկ նստած են, խոսում են, դաժե կողքդ նստած են, դու ոչ մի բան չես լսում, մյուզիկը նես չի բարձրա դրանից, պրոստը դու այնքան հանգիստ ես, քո միտքը այնքան sense հանգիստ աստիճանի վրա է, որ դու sense քո համար կոմֆորտ Կամա կենտրոնացումդ լավ է ստացվում, այն ամեն ինչի վրա, ինչի համար դու այստեղ ես։ Այո, հետո կենտրոնանում ես քո ուտեստի վրա, որոնք որ շատ համով են ու սիրուն են մատուցվում, ու դու ապրում ես ինչ-որ sense հավես վայելք։ Так говорят? Հավես վայելք, երեխեք ջան, հավես վայելք։
Своим Լավ էր լավելի ասված։ ժպիտը ամեն ինչ ասում եմ խոսքերի փոխարեն։ Я не знаю, я очень люблю это место. Այն միտքը, որ իրենք դրել են տերայում, իսկ իրենք ասում են, որ ուզում են այստեղ ստեղծել են միջավայրը, որտեղ դու կգաս ուղղակի հեռախոսը կդնես մի կողմ, ու իրոք այդպես է, մենք ոչ մեկս չենք շեղվել հեռախոսի կողմես ընթացքում, բացի նկարահանման process-ը բուն։ Կենտրոնացել ենք ուտելիքի, միջավայրի, այն ժամանակի, որ մենք իրար համար հատկացրել ենք։ Մի խոսքով, այդ վիճակը շատ լավ են ստանում, ու այդ հանգստությունը գրավիչ է։ Մենք էլի ենք գալու այստեղ, ոչ թասասայի շրջանակներում, զուտ նստելու, գինի, Բան բացելու։ Կարող եմ որ թեյելու գանք, ինձ հետաքրքիր են իրենց թեյերը։ Մեկ էլ ուզում եմ անպայման ասեմ անձնակազմի մասին։ Այո, ռեսպեկտո։ Այո, ես այսօր երեխեքին ասում էի նրա մասին, որ ես այստեղը սիրել եմ առանց ինչ-որ ներկայացումների, ինձ չեն ներկայացրել ինչը ոյ էսա պատրաստված է, սա նա եւ նա, բայց երբ կան մարդիկ, ովքեր ճիշտ ներկայացնում են տեղը, տարածքը եւ այլն, այդ sense շատ հավես է, ու շատ լավ է, ու շատ ճիշտ է։ Որ գայս եք ստեղ, ձեզ շատ բարի դիմավորում են ու նույն ձև ճանապարհում են այն տիպի даже մենյուն պատմելուց, նենց էին պատմում, սենց այնքան հավես, որ դու չես կարա հետ չգաս տեղը։ Այսօր ընկերներիցս մեկի հետ խոսում ենք, որ Հայաստանը սենց նիշա է դրել լավ սպասարկման, լավ են սպասարկում։ Միատել ասա։ Հատոք տուպայների համար։ Լավ սպասարկում, լավ սպասարկման, լավ սպասարկիչ, լավ սպասարկություն։ Ես միտուն չունեի բոցի հիմք դառնալու։ Բոցի։ Բայց դուք չեք մոռանում, չէ՞ որ մենք բոց ենք։ Շարունակի։ Վերջ։ Լավ։ Ինչևէ, ինչ էի ասում։ Հայաստանը սենց շատ լավ բան է, կարծիք է ստեղծել իր սպասարկման շուրջ, որ մենք ոնց լավ սերվիս ունենք, ու դեռան այն տեղերից է, որտեղ կարող եք բերել օտարերկրացիներին ասել, նա, տեսեք, այսպես է լինում։ Իրենց նպատակը ուտեստներով զարմացնելը չէ, իրենց նպատակն է ստեղծել լավ գեղեցիկ միջավայր եւ այսպես ասած մատուցել լավ տրամադրություն իրենց հաճախորդին։ Մենք վստահաբար էլի կգանք։ Զավաս, ձեր կենացը։ Խմենք։